Բարև ձեզ, սիրով։ Եվ այսպես, այսօր առավոտյան ձերբակալել են հայտնադիր Ավետիք Չալաբյանին։ Երեկ առավոտը բացվել էր նրանով, որ իրավապահները ներխուժել էին Իշխան Սաղաթելյանի տուն։ Խնդրեմ ես հետապնդումները, տրետերորը ինչով է Այդ լրագրող Գորիոն Սիմոնյանն էր, չէ՞ գրել, լավ գրել, ասում է Իշխան Սաղաթելյանին դեմ գործ են ուզում հարուցել, որովհետև հայտարարագրել է իր ունեցվածքը, իսկ եթե չհայտարարագրեր, ինչ էին անելու, գործ հարուցելու էին, թե չէ։ Իհարկե, նորից լուսապայծառ առավոտ է բացվել Երևանի գլխին, նորից ռասիստներն են այստեղ տիրել Հայաստանի իշխանական լծակներին եւ իրականացնում են իրենց ահաբեկչական գործողությունները եւ արդեն ամեն ինչ շատ կանխատեսելի եւ հստակ է, թե ում երբ եւ ինչի համար են բռնում։ Հիմա իհարկե Ավետիք Չալաբյանին, Հայաքվեի համակարգողին, որ բռնել են, ու նաև մնացած բոլորին, Անդրանիկ Թևանյան, Ռուբեն Հակոբյան, Ալեն Ղևոնդյանին զրկելը հանրային խոսքից, Կարապետ Պողոսյանը, Ալիկա Ալեքսանյան, Սամվելը Կարապետյան, այս բոլորը ընտրակեղծարարության բանտարկյալներ են եւ բոլորին նպատակը հենց այդ ընտրակեղծիքների համար է, հիմա հետընտրական process-ն է եւ հետընտրական process-ում արդեն սկսվում է հանձնման հերթական դավաճանության process-ը հայ ժողովրդի գլխին, Սահմանադրության փոփոխություն, Տիգրանաշենի հանձնում, ինչու՞ չէ նաեւ Սյունիքից շատ տենց վատ լուրեր կան եւ այլն։ Այս ամեն ինչը հաշվի առնելով պետք է մեր բոլոր խմբերը հասկանան, որ սա տեղի է ունենում ջլատման համար, այդ խմբերի գործունեությունը ջլատելու համար, իհարկե վախ սփռելու եւ պայքարի ոգին նսեմացնելու։ Եվ իհարկե, եթե թշնամին մի բան է անում, մենք պետք է անենք դրա լրիվ հակառակը եւ յուրաքանչյուր ձերբակալություն չէ, յուրաքանչյուր առևանգում պետք է բարձրացնի մեր ոգին ու ավելի տենչանք այս ազատագրման, այս ահաբեկչական ընտրակեղծարար սահմանադրախախտ եւ ռասիստ խունտայից ազատվելու համար։ Հիմա ճիշտ կլինի, որ բոլոր խմբերը զբաղվեն հենց Սահմանադրության այդ իբրև թե հանրակրվեն տապալելով, որովհետև մեկը ով ոտնահարել է Սահմանադրությունը 44 անգամ իրավունք չունի որևէ ձևով այստեղ Սահմանադրության հանրակրվե իրականացնելու եւ ի սկզբանե դա ոչ միայն պետք է ոչի պայքար լինի, այլև հեղափոխության պայքար պետք է լինի եւ բոլոր խմբերը պետք է իրենց ուշադրությունը այնուամենայնիվ կարողանան կենտրոնացնել այս հարցի վրա, թեև ունենալով, ասենք, այս sense քաղբանտարկյալներ։ Ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ Ավետիք Չալաբյանի կյանքի մի քանի ամիսներից փաստացի այս ահաբեկչական մաֆիոզները զրկել են, եթե հիշեք, Ավետիք Չալաբյանը դիմադրության շարժման ժամանակ էին առևանգել, մի հատ թորնիկ կար, այդ էր, կարծեմ գյուղտնտեսության ուսխորհրդից էր ինչ էր, դա էր բան արել, ձայնագրել, թե իբր Չալաբյանը փողով մարդկանց ցույցի է տանում, մի խոսքով այտենց խեղկատակության վրա ազատազրկեցին եւ իհարկե այդտեղ Դանիել Յոհաննիսյանի մատն էր խառը, գիտեք, հայտնի չեկիստը Դանիել Յոհաննիսյանը, որը կարծես թե Վիշինսկու ռեինկարնացիան է, ու այդ ժամանակ այդ օրենքի հետ կապված էր իր մատը խառը եւ այդ ժամանակ ուրեմն Ավետիք Չալաբյանը ի վերջո արդարացվեց, ինչ է նշանակում, այսինքն իր կյանքի այդ մի քանի ամիսները զրկված էր նա անազատությունից ապօրինի, հա։ Տեսեք, օրինակ 37 թվականին, որ գնդակը հարեցին իմ մեծ պապիկիս, մեծ տատիկիս տրոյկայի հրամանով, իսկ տրոյկան ընդամենը 2 վայրկյանում էր, հա, վճիռ կայացնում մարդկանց դեմ, հիմա միլիվայրկյանների ընթացքում է, հա, այս Արցախը հանձնածը ասում ում բռնեն, ոնց բռնեն, SMS-ները ուղարկելը շատ ավելի արագ է, քան 2 վայրկյանը, ինչևէ այդ դրանից հետո, երբ որ Ստալինի մահից հետո 53 թվին մահացավ, Խրուշչովը եկավ եւ այս մարդիկ արդարացվեցին, այսինքն իմ մեծ պապիկին ու մեծ տատիկիս անմեղ տեղը գնդակահարել էին, հա, ու հիմա փաստորեն մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որտեղ անմեղ մարդիկ իրենց կյանքի ամիսներից զրկվում են ու փաստացի հիմա նորից
Ավետիք Չալաբյանին կրկին իր կյանքի որոշակի հատվածից սրանք ապօրինի զրկելու են։ Հիմա էական չի, բացարձակ էական չի, թե այս հակասահմանադրիչները եւ այս ընտրակեղծարարները ինչ հիմնավորումներ են բերելու։ Փաստն է, որ ոչ ոք դեռ պատասխան չի տվել այս մարդկանց կյանքը անմեղ մարդկանց կյանքի ամիսներից խլելու համար։ Դուք հասկանում եք, դա այտենց բան չի, որ եղավ անցավ։ Չէ, հարգելի դավաճաններ, սիրելի նեոբոլշևիկներ, հարգելի նեոֆաշիստներ, հարգելի նեոօսմանցիներ, այս ինչ որ դուք անում եք այս մարդկանց կյանքից ապօրինի զրկելը, ու այդ ամբողջը կատարվում է Սաքունցների, Յովհաննիսյանների, չգիտեմ, այնտեղ Գայանե Աբրահամյանների եւ Լարա Ահարոնյանների այդ ողջամիտ տակտիկական լռության համաձայնությամբ, այս ամեն ինչի համար դուք պատասխան պետքա տաք։ Դուք չեք կարող մարդկանց ամիսներով կյանքից զրկեք ու նստեք ձեզ համար այտենց հանգիստ մամուլի ասուլիսներ տակ, իբրև թե ոչ մի բան չի եղել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլշևիզմի համար պատասխան անենց են պատասխան տվել։ Նույնիսկ գնացել են, ես երբ որ հանրային գրադարանի արխիվներում էի աշխատում, սովետական Հայաստան թերթից այսպես մեկը տեսնում էր այսպես կտրած հատվածներ, սիրուն այսպես մկրատով կտրած հատվածներ էին։ Հետո որ հետաքրքրվեցի թե դա ինչ է, պարզվում է այդ անկախացման առաջի տարիներին, ովքեր այսպես ոնց որ հիմա ԿՊ-ի պես այսպես կեղտեր են ուտում, դրանք գնացել են այսպես կտրել են, որ հանկարծ չերևա իրենց ասածները։ Հիմա սրանք իրենց Facebook-ների ստատուսներ, այդ մամուլի ասուլիսները, թե ոնց են ջնջելու անհայտ է։ Դե երևի Յովհաննիսյանը մի երկու սենատորի կասի, բանում YouTube-ում դավայեցի ջնջեք իմ հայտարարությունները եւ ասածները։ Այդ մի շատ լավ ֆիլմ կա, բան վրացի ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեի, կոչվում է Պակայանյա։ Այն որ բանի զոհի բռնաճնշումների զոհի աղջիկը գերեզմանից անընդհատ այդ իրանց այդ բռնարարին, ով որ ստորագրել էր իր բանի ծնողների գնդակահարությունը, գերեզմանից անընդհատ հանում է դնում է իրանց տան դիմաց։ Եթե չեք տեսել, ես խորհուրդ եմ տալիս անպայման նայեք, որովհետև դա ուղիղ կապված է այսօրվա Հայաստանի իրականության հետ։ Ասենք, նայեք, օրինակ Անդրանիկ Թևանյանին, որ առևանգել են տղայի վերջի զանգի օրը։ Հիմա իր տղան պետք է այտենց ոնց որ այդ ֆիլմում որոշակի նմանությամբ պատասխան տա սրանց արածներին։ Պիտի չէ ինչ որտեղ պատասխանը լինի սրանց արածներին։ Եվ սա ասում կրկնում եմ ոչ միայն ԿՊ-ի, այլ նաև այս ամբողջ շայկայի այդ բանի նապաստակների խմբերի կամ որոնք վերցրել են իմ արժեքները այսպես փդեցնում են, վարի են տալիս ու մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե ժողովրդավարությունն է կեղծ, մարդու իրավունքներն են կեղծ, մարդուն ասել բարձրագույն արժեք, ոնց որ մեծ համանության մեջ է գրած, սխալ է եւ այլն եւ այլն։ Սրանք այս բոլորը իմ արժեքները այսենց ախտոտելու համար բնականաբար պետք է գան եւ խելոք գլուխները կախ պատասխան տան։ Չի կարա սենց լինի, անմեղ մարդկանց անընդհատ բռնես, երեք էլ չգիտեմ տեսակ թե չէ այդ բանը Արթուր Սաքունցը, հա, նորանկախ Հայաստանի բանը, ինքնապաշտպան չենկիստների ռեինկարնացիան։ Ինչ է անում։ Ասենք ասուլիս է տալիս, Անդրանիկ Թևանյանից են հարցնում, ասում է, եթե Կրեմլի հետ համագործակցում է, ապա ինչ քաղբանտակ է։ Լավ դուք ով եք ընդհանրապես։ Դուք ընդհանրապես մարդու իրավունքների հռչակագրով, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եք առաջնորդվում, թե առաջնորդվում եք ձեր, ասենք, ռաբիս ճաշակներով։ Կրեմլյան, քաղաքինիական Կրեմլյան է, նա մարդ չէ, նա Կրեմլից է։ Սրանից այնքան սեգրեգացիա ու ռասիզմ կա։ Հիմա մենք այն ժամանակ, ասենք, նույնասեռականների իրավունքների համար էինք պայքարում, հիմա փաստորեն այս մարդիկ տվել անցել են, հասել են այնտեղ ինքնության բաղադրիչներն են քանդել։ Մյուս ավելի բան ազգային ինքնության եւ բան քաղաքական կողմնորոշման։ Չէ՞ որ քաղաքական կողմնորոշումն է, հետո այն մնացած ինքնությունները բացվում եւ ազգային ինքնությունն է, հետո մնացած ինքնություններն է բացվում։ Հիմա այս իմաստով, այո, մենք հայերս մեծ գործ ունենք անել, մենք հայերս պետք է Եվրոպան փրկենք։ Եվրոպան, քանի որ մենք Եվրոպայի խաչմերուկում ենք, Եվրոպայի եւ Ասիայի, մեր խնդիրն է այս պահին, այս եվրո վայրենիներին ազատվել, որպեսզի Եվրոպան նորից չընկնի։
Եվրոպան նորից չընկնի այն իրավիճակի մեջ, ինչ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Եթե այն ժամանակ կար մի հատ Ադոլֆ Հիտլեր, մի հատ Մուսոլինի, Ֆրանկոն կար, երևի այդքան շատ կապակցված չէ, բայց ամեն դեպքում կար, բայց ամեն դեպքում եթե սենց հատուկ են տեին, հիմա ամբողջ Եվրոպան սենց կոնսոլիդացրել են դրա շուրջ։ Սենց որտեղ նայում ես Ադոլֆ Հիտլերիկներ են, ժպտացող։ Ադոլֆ Հիտլերը տես ներվայն էր, այն ոնց էր, սա կրկոտ բաներ, բարբաջող էր, ոնց որ մեր բարբաջողը եւս կրկոտ բարբաջովա, որ գիրքը այնքան շատ է, որ խելագարությանը հասնում։ Հիմա այսպես ամենտեղ այսպես այդ իրանց Ադոլֆ Հիտլերի բեղիկներն են, այսպես բեղիկներ են դրած Ադոլֆ Հիտլերի։ Ու այսպես անմեղ մարդկանց օրը ցերեկով բոլորիս աչքի առաջ ընդ որում մարդու, ով որ արդեն արդարացվել է, մարդու, ով որ արդեն զրկվել է մի քանի ամիս իր կյանքից, իր երեխաների ընտանիքի հետ լինելու այդ բերկրանքից, զրկել եք չէ դուք անմեղ մարդուն, ապօրինի իր կյանքից, ու հիմա նորից եք զրկում։ Այսինքն, այսա էլ, եթե անպատի ժամանում էլի կարան անեն, ոնց որ ասենք ցեղասպանություններ, անպատիժ թողեցին, խնդրեմ, ցեղասպանները մի հատ Նիկոլ բերեցին, հիմա Յան ազգանունի ձեռքով են ցեղասպանությունները։ Այս խիչի զոհվել, այս տղան խիչի զոհվել։ Սա չզոհվածն է։ Երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մի րոպե խոսում եմ։ Դու գնացեք ձեր նկատել եք սաղի ձեները նմանվել է իրար, այսպես ձեր լիթերի մասին մտածեք ու տեղից են վերել չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Արմենակ Դանիելյան, ձերը դիճուսրա։ Արելեսի այդտեղ են դու ես այդտեղ արը, հանգստացուց դավայիս դուց։ Գերի, դուս գել հերկելես կասր կես իշկլի, Արմենակ Դանիելյան։ Ու եսա շարնակվում է նայել, ես խայտարակ կուրաժիտ ալի դու։ Դավաճանի կուրաժիտը։ Չզոհված դավաճանի կուրաժիտը։ ու այստեղ շիշը շփոթում անա, կպահանդ Մենք այս խայտարակությունն էլի, այս աբսուրդն է։ Այս տեսքրուկի հետևանքով Աղաքանու անդամ Սարգիս Տերեսյանը ամբողջությամբ դեմքի վնասվածքներ է ստացել, խայտարակ կապել, բարի իմաստով, ինչպես ինքն է բնորոշել, գորեններ, շակաների նման։ Գորշ գայլերն են, կուրաժիտ գորշ գայլուկներն են, գայլերը չէ, գայլուկները, բայց գիտեք, այս ծեծկրտուկը դե պարզ է, ասենք սրանց հարիր բան է, նախ շատ քննարկելու բան չկա, իրանք ի վերջո դավաճան են, որոնք Արցախն են հանձնել, որոնք իմ ընկերներին խաբելով տարել են, սպանել են, ասելով թե հայրենիքն են պաշտպանում, բայց փաստացի տարել էին, սպանել են, որ այսօր ասեն Արցախը իրանցը չի, ասենք այս տիպի մարդկանց ամեն ինչ է հասնում ասել, երկրորդ նորից չբռնենք, բացենք այն պատմությունները, որ սրանց ամբողջ դուրս եկածները սուտ է, արդեն Ավետիք Չալաբյանի պատմությամբ ասացինք, էլի, որ մարդուն զրկել էին ազատությունից, կամ հիշում եք, ասենք Բագրատ Սրբազանին, ազգային ժողովի պատգամավոր Արցախի Դավիթ Գալստյանին, Տիգրաններ Գալստյան, Արթուրներ Սարգսյան, ում անունը մոռանամ ինձ կներեք, որովհետև իսկապես սրանց արածները ուղղակի հատորներ են մարդկանց անունների, բայց ամեն դեպքում սենց մի հատ բոմբ էին արել տենց ահաբեկչություն, սենց սաղ են ռուբիկ կուբիկներով եւ մնացածով սենց անընդհատ տարածում էին ահաբեկչություն եւ փաստորեն հիմա ինչ է ստացվում, դե պարզ էր չէ որ ամբողջը սուտ էր, բայց փաստորեն հիմա այսինքն ահաբեկիչը ազատ է, հա, ու գնում է եկեղեցի, դե հիմա նույն, գիտեք, մենք բոլորս մեծանում ենք այն մտքով, որ Թուրքիայի քաղաքական թուրքերի պետք չէ հավատալ։ Հիմա նույն բանը պետք է ստեղ ասենք, էլի, այս մարդիկ քաղաքական թուրք են։ Ինչքան հավատակ, այնքան ձեր անվտանգությանը վնաս է, չնայած ում եմ ասում, հայելի դիտողները բոլորը այս ամեն ինչը գիտեն, բայց եկեք քննարկենք, թե ինչի համար էս ծեծկրտուկը եղավ, հա? Նայեք, սպասեք, չէ, պետք չի, չէ, պետք չի։ Սրանք չզոհված մարդիկ են, որոնք իմ ընկերներին Չեմ ուզում սրանք իմ հետևը լինեն, ինչ եք սրանց դնում իմ հետևը, ես չեմ ասում։
լաց եւ որ Դե մենք էլ կուրաժիտել, տիկոն Ավինյան, ես չգիտեմ սրան։ Դիմադի ուժերը կարող էին հաղթելու էին եւ մենք դա նրանց թույլ չենք տվել։ Այ հենց այս sense պետք է ընտրակաշարքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա այն կաշիները քերթվելու է։ Բոլոր ընտրակաշարք բաժանողներին է։ Բոլորինը ու այո պարոն Թորոսյան այդ կոնկրետ ընտրակաշարք բաժանողներին է, ովքեր որ այս պետության դեմ փորձել են հանցագործել եւ փաստացի չի ստացվել։ Կաշիները քերթվելու է։ Ես ձեզ խոստանում եմ, այս ձեր աչքի առը։ Դե գնալով նմանվում են ադրբեջանցիներին, որովհետև ադրբեջանցիներն էին, որ մեր կանանց խոշտանգում էին, գլխատում էին տղամարդկանց, ինչպես գիտեք, մարդու իրավունքների եվրոպական դատարանում էլ վերջերս վճիռ կայացվեց, որ Ադրբեջանը պետքա 100,000-ի հասնող եվրոյի փոխհատուցում տա 2016 թվականի ապրիլյանին, սրանք էլ հիշում եք 2016 թվականի ապրիլյանին մայիսին տենց գնացել էին հերոս էին ձևանում եւ փաստորեն գնալով նմանվում են, այսինքն այդ կաշի քերթելու այդ մոլուցքը, այդ ֆետիշը, հա, այդ կարող արդեն հասնեն հանիբալիզմի եւ այլն, բայց ինչի է այս ամեն ինչը նրանից է, որ մեկ պատասխանատվության դեռևս չեն արժանացել, ինչպես օրինակ Թուրքիան ցեղասպանության համար պատասխանատվության չարժանացավ եւ իրականացնում է կրկին ցեղասպանություն։ Երկրորդ, ինչքան իրենք ապօրինությունները շատանում է, այնքան իրենց մարդկային որակները թուլանում է, հասկանում եք, նայեք, պատկերացրեք, ունենք բարոյական մարդ, հա, բարոյական մարդու համար, ասենք, խաբելը տաբու է, բայց հանկարծ մի օր նա խաբում է, խաբեց անցավ այդ գիծը եւ պետք է ինքը իրեն արդարացնի, ասի դե ոչինչ, հիմա որ խաբել ես, պետք է կյանքը շարունակել ու ինքը արդեն դառնում է այդ սուտասանը։ Հաջորդը, ասենք, չգիտեմ, խարդախությունն է, ինչ որ մեկին, չգիտեմ, գցելը, փող գցելը եւ այլն։ Իր համար դա է մնում տաբու, բայց գալիս է կյանքում իրավիճակ, որ էդ էլ է անցնում։ Ու տենց գնալով այդ տաբուները մարդու բարոյականությունը պահպանող ինքը տենց անցնելով որ գնում է, հետո սկսում է ինքը իրան հիմնավորել, բայց արդյունքում գնալով ավելի վայրենի է դառնում, այս պարագայում եվրովայրենի։ Ու այդ պարագայում ինչքան ինքը կարմիր գիծը անցնում, այնքան վայրենի է դառնում, այնքան իր լեքսիկոնն էլ է այսպես դառնում։ Ի վերջո, եթե նայենք ֆաշիստական Գերմանիային, հա, ի սկզբանե հենց ի սկզբանե չէին հрьяաների հետ տենց վարվում։ Կամած այդ կարմիր գծերը անցան ու բերեցին այդ իրավիճակին, որտեղ արդեն իրենց արդարացնում էին, որ ամեն ինչ ճիշտ են անում։ Հիմա նույնը այս տղաների եւ աղջիկների հետ է, այս ռասիստների։ Եվ շատ հետաքրքիր կլինի իհարկե տեսնել Ավինյանին sense նստած կաշի քերթելուց, հա, sense դանակով կամ այն շվեյցարական, որ Եվրոպային մոտ լինեն, հա, այն շվեյցարական դանակներով sense նստած, ասենք, ավականու կաշի է քերթում, երբ որ չմոռանանք Ավինյանն էլ է ընտրագողությամբ հայտնվել Երևանի քաղաքապետի պաշտոնին, չէ՞ որ հիշում եք ընտրությունների ժամանակ, հիմա ֆոլկլոր է դարել, աննասնագողություն են ասում, աննասնագողությամբ է զբաղվում։ Եվ այդ պատճառով, որ Ավինյանը ոդկը պնդացրեց Երևանի քաղաքապետարանում եւ ԿՊ-ն ստացավ Երևանը, զավթեց Երևանը, տեղի ունեցավ 2023 թվականի Արցախի հայաթափումը։ Անմիջապես դրանից 1-2 օր անց դա տեղի ունեցավ։ Այսինքն Ադրբեջանը սպասում էր, որ Երևանում զավթի քաղաքացիական պայմանագիրի իշխանությունը, որպեսզի այդ ցեղասպանությունը իրականացնի։ Բայց գիտեք, ստեղ էականը ինչն է։ Ստեղ էականը այս նիստի ժամանակ փաստորեն այս տղաները եւ աղջիկները քննարկում էին Արսեն Ամիրյանի փողոցի անունը փոխելու հարցը։ Էսա փաստորեն Արսեն Ամիրյանի փողոցի փոխելու հարցի հիմնավորումը։ Օրինակ, ինչի եք փոխել Ամիրյան փողոցի անունը, հա, կենտրոնական փողոցներից մեկը Երևանի հրապարակից դուրս եկող հիմնավորումը հետևյալն է. կաշիներդ քերթելու եմ։ Ինչի եք փոխել Ամիրյանի փողոցը։ Չէ՞, սենց ավականուն իսկ կաշիներդ քերթելու եմ։ Կամ այն մեկը ինչ է։ Նստի տեղի այդտեղը։ Սենց բերանը ծռելով էլ սենց գրելու են։ Ի վերջո նայենք թե ինչի իրենք առհասարակ չեն կարող մտնել հիմնավորման դաշտ, որովհետև նայեք, նախ քանի փողոց են արդեն փոխել հակասովետական եւ կարելի ասել նա ինչու՞ չէ նաեւ ռուսաֆոբական դրդապատճառներով։ Նախ սրանք գիտեն թե Սովետն ու Ռուսաստանը նույնն է, բայց Քավլիցի է, Սաակաշվիլին էլ է տենց բան մտածում, բայց լրիվ տարբեր
բանը քաղաքական պետական կառուցվածքը եւ լրիվ տարբեր գաղափարախոսությունը։ Ինչևէ, հիմա Եվրոպան եւ Արևմուտքը սրանց համոզել է, որ Ռուսաստանը վերականգնում է սովետական միությունը, թեև գիտենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ ճիշտ բնորոշում տվեց, ովքեր որ չեն սիրտը չի ցավում, որ սովետը փլուզվել է, ովքեր որ չեն ցավում, որ սովետը փլուզվել է, սիրտ չունեն, ովքեր որ ուզում են վերականգնեն, խելք չունեն։ Հա, որովհետև այդ սովետական միությունը սաղ է իր տերորով հանդերձ, ինչ որ մարդկանց էր ստեղծել, որոնք հույզեր ունեին այդ երկրի հանդեպ եւ բնականաբար եթե քանդվում է, սիրտդ էլ ցավում է։ Բայց ովքեր որ մտածում են վերականգնելու մասին, նախ լրիվ տարբեր աշխարհակարգեր են եւ հնարավոր չի պատճառահետևանքները եւ աշխարհում զարգացող փիլիսոփայությունները, աշխարհակարգը, գեոպոլիտիկան հասկանալով ուզենալ սովետական միություն վերականգնել։ Բայց ինչևէ, հիմա այս տղաներն ու աղջիկները Արցախը հանձնած հակասովետ են ոչ թե բուն իրենց ոչ թե գաղափարը իրենց գլուխը մտցնելու պատճառով, այլ գլուխը մտցնելով պսևդո գաղափարների մեջ։ Հիմա տեսնենք, որ փողոցների անունները փոխեցին։ Օրինակ, փոխեցին Կասյանի փողոցի անունը, դրեցին Վազգեն առաջին։ Հիմա Վազգեն առաջինը ով է։ Վազգեն առաջինը մարդ է, որի ժամանակ, օրինակ, եթե սրանք ասում են, որ կան ոչ կուսակրոն քահանաներ, որոնք դրժել են իրենց ուխտը, Վազգեն առաջինի ժամանակ այդ քահանաները ապաշխարում են ստացել։ Այսինքն նրանք կոչել են մեկի անունով, ում դեմ իբրև թե գաղափարապես պայքարում են։ Նոնսենս, հասկանում եք, չկա հիմնավորում։ Մյուսը Լենինգրադյանի փողոցը։ Այո, իրանք ամբողջությամբ ոչ մի բան են, որովհետև իրենք երբեք չեն կարողացել այնպես անել, որ գաղափարը գա մտնի գլուխը։ Միշտ սենց հոտոտել են, որտեղ մտցնեն իրենց գլուխները։ Կամ մյուսը Լենինգրադյանի փողոցը փոխեցին անունը դրեցին Քրքրքորյան։ Քրքրքորյանն ով էր։ Քրքրքորյանը ցեղասպանության վերապրածների ընտանիքից էր, մեկ ցեղասպանությունը շղթում են սրանք, երկրորդ Քրքրքորյանը այն բարերարներից էր, որ հսկայական ներդրումներ օգնություններ տրամադրել Արցախին, այն Արցախին, որ սրանք ճանաչեցին Ադրբեջանի կազմում։ Ըստեղ ենք մենք հասնում գաղափարական իմպոտենտության, հա, ամլության սրանց կողմից։ Հիմա եկեք գանք Արսեն Ամիրյանի պատմությանը։ Արսեն Ամիրյանը ով էր, 26 կոմիսարներից էր եւ հիմա էլ ասենք բաներ, մեկ սրանք են Ամիրյանի փողոցի անունը փոխել, մեկ էլ փոխել են ադրբեջանցիները բանում Արցախում Ամիրյան փողոցը Ստեփանակերտ, իսկ Ստեփանակերտ ում անունով էր Ստեփան Շահումյանի, Ստեփան Շահումյանը ով էր, կրկին 26 կոմիսարների անդամից։ Հիմա Ստեփանավանցիկ, հարգելի Ստեփանավանցիկ, զգուշ եղեք, նրանք մոտենում են ձեզ եւ Շահումյան դպրոցը, օրինակ, որ իմ տատիկս գնացել է Շահումյան դպրոցը, առաջին թիվ 1 դպրոցն է, չէ՞, բանը զգուշ եղեք, հեսա գալու են ձեր հետևից։ Այո, պետքա բոլորը զգուշ լինեն, որովհետև սրանց համար մարդու հույզերը, հիմնավորումները էական չեն։ Եվ ում անունով են դրել Պապ Թագավորի, Պապ Թագավորով է, մեր պատմական թագավորներից։ Իսկ սրանք ինչ են ասում։ Սրանք ասում են պատմական Հայաստան գոյություն չունի, միայն կա այս արհեստական Հայաստանը։ Այսինքն ըստեղ էլ են գաղափարական կազուսի մեջ են գնում, հասկանում եք, սրանք վակում են, գաղափարական նոնսենսներ են սրանք։ Եվ այս իմաստով միակ հիմնավորումը, որ կարող են տան, սա է, կաշիներդ քերթելու եմ։ Ուրիշ հիմնավորում, որ փողոցի անունը այսքան տարիներում, որ մնացել է այդ նույն անունով եւ մարդկանց մոտ այդ հիշողության հույզերը արտնացրել, ինքնության կապվածության հույզը արտնացրել, այդ փողոցների անունները փոխելու միակ հիմնավորումը սրանց համար կարա լինի կաշիներդ քերթելու եմ։ Եվ սրա համար եմ ես ասում, որ սա քաղաքակրթական պայքար է, հիմնավորում չունեցողների եւ մարդկանց, որոնք հարգանքի եւ միմյանց հանդեպ հիմնավորումներով խոսելու կարողություններ ունեն։ Բայց նաեւ պետքա նշել, որ երկու ուղղությամբ են սրանք աշխատում։ Մի կողմից այդ պրոթուրքական, այդ նեոօսմանական գիծն է, որտեղ ասենք ջնջում են Արցախը, արցախցիների դեմ ատելություն են տարածում, հերոսներին են վարկաբեկում, եկեղեցու դեմ են արշավում, ցեղասպանությունն են շղթում, Արարատն են հակադրում Արագածին, այս ամբողջը այդ իրանց նեոօսմանական բնույթն է։ Մյուսը այդ Սահակաշվիլյան այդ բանը հետ սովետական ֆոբիան է։ Ֆոբիայով են իրենք ապրում։ Ու այս իմաստով իրանք անընդհատ ընկնելու են
հիմնավորումների իմպոտենտության մեջ եւ նրանց միակ հիմնավորումը լինելու է կաշիներդ քերթելու եմ։ Ինչու Արցախը հանձնեցիք, չէ՞, հարցի պատասխանն է դու ինչու չես զոհվել։ Ինչու, չգիտեմ, ինչու եք արշավում եկեղեցու դեմ, ասենք, չգիտեմ, երագլուխներին պետք է բանտարկել։ Ուրիշ ինչ կա սրանց մեջ։ Եվ այս ամեն ինչը տեղի է ունենում բանի լուսավորյալ Եվրոպայի օժանդակությամբ եւ աջակցությամբ, որին պետք է փրկել։ Քանի որ ես էությամբ եվրոպացի եմ, ես ավելի շատ կողմնակից եմ մարդկանց ազատություններին եւ ռասիզմին եմ առհասարակ դեմ, այդ դրա համար պետք է Եվրոպան փրկել էս Հիտլերի բեղիկներից Հայաստանում ներմուծված։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին եւ Բաքվի պատաններին։ Իմիջիայլոց 3 արդեն հազարերորդ օրներ, երբ մեր հայրենակիցները Բաքվում գերության մեջ են։ Հա, իսկ սա կաշի են քերթում։ Կաշի քերթողը գնացեք այդ ովքեր որ մեր ընտանիքի անդամներին այդ օրն են գցել, խնդրեմ քերթեք կաշեն։ Հիմա օրինակ Լալան, որ իր քրոջ Վարդենիսին, որ 22 թվականին խոշտանգելով սպանել էին, ինքը այդ միջազգային քրեական դատարանում իր քրոջ հարցն է լուծում։ Այդ աղջիկը մեր ընտանիքի անդամն է եւ նրա քույրը, ում խոշտանգել են, մեր ընտանիքի անդամն է։ Ձեր սրանց փոխեցիք։ Այս մարդկանց քույրերն են, գնացեք քերթեք այդ մարդկանց կաշիները։ Նստել եք ավականիում, ընդ որում գիտեք ինչ կա, ասենք այս Մայր Հայաստանի ավականիում, օրինակ Սուսաննան Մելիքյան գիտնական մարդ է։ Ասենք ես վերջի աշխատությունը օրինակ բանն էր, այդ մայրությունը հայկական ազգագրության մեջ, հա, շատ հետաքրքիր գիրք է, իմիջիայլոց հաջորդ անգամ կբերեմ կներկայացնեմ։ Ասենք գիտնական մարդ է, ընկել է այս անհիմնավորումների մեջ եւ չզոհվածների մեջ, այսինքն այդ մարդը կարար իր գիտությամբ այնքան հիմա նպաստեր մեզ, բայց զբաղված պետքա լինի սրանց պորտատեղադրմամբ։ Լրիվ Պորտուգալիա են սրանք։ Նույն խնդիրն է, թե ինչ նստած են այնտեղի գերիները, պատանդներ նրանք, եւ այստեղի նստածները։ Աշոտը Մինասյան կլինի, Կանդազը կլինի, թե այս նոր փաստորեն խաղաղության հետընտրական գերիները։ Նույն բանն է եւ մեր ամեն օրը պետք է լինի այս հարցով։ Ես ինչ եմ արել գերիների ազատության համար։ Թեկուզ չգիտեմ, ստատուս գրելը, ընկերոջ հետ այս մասին խոսք փոխանակվելը, նույնիսկ անգամ մտածել ես, նստել սուրճի ժամանակ այդ մտածելը, որտեղ միտքը տալու է գործողություն։ Այդ ամբողջ օրը մեր պետքա լինի այդ հարցը։ Իսկ ես ինչ եմ արել մեր գերիների ազատության համար, եւ Երևանի, եւ Բաքվի։